Գողջունեմ ձեզ սիրելիներ մեր Տիրոջ Քրիստոսի անունով։ Արտաքսման գիրագի առիթով պիտի թվեմ այն 5 պատճառները, որոնց համար Եվա մեղքի մեջ ինգավ։ Առաջին մինագությունը, առանցնությունը։ Եվա երբ մեղքի մեջ ինգավ, առանցին էր, Ադամ հետը չէր, ոչ ալ ինք Ադամի հետ էր։ Երբ հեռացավ Ադամեն, ինգավ մեղքի մեջ, այնքան Ադեն, որ Ադամի հետ էր, կամ Ադամ իր հետ էր, Եվա մեղքի մեջ չինգավ։ Բայց երբ քաշվեցավ Ադամեն, թողուց Ադամը և ինք քալելու ելավ, գնաց ուրիշ տեղ, հեռացավ Ադամեն, մեղքի մեջ ինգավ։ Ուրեմն մինագությունը, առանցնությունը զինք մեղքի առաջնորդեց։ Պատկամը այս գետին ինչ է, հստակ է պատկամը, առանցնությունը գրնա մեզ մեղքի առաջնորդել, բայց կարևոր է հոս շեշտել, եթե մենք աղոթքի մարդիկ ենք, հավատքի մարդիկ, Աստծո մարդիկ, հարևաշտ մարդիկ, առանցնությունը, մինագությունը գրնա աստվածային մեծամեծ օրնությանց առիթ և պատճառ հանդիսանալ մեզի համար։ Իսկ եթե հեռու ենք Աստծո ընդհակառակը առանցնությունը գրնա մեղքի առիթ և պատճառ դառնալ։ Եթե կսիրենք Աստված, երբ առանցնանանք, հանձնվենք Աստծո, կհասունանանք Աստծով։ Իսկ եթե հեռու ենք Աստծո, երբ առանցնանանք, անցնադուր կլանք մեղքին։ Երկրորդ, Եվա ամեն օր գերտար ծառին մոտ։ Ատկա պատճառ եղավ, որ մեղքի մեջ ինար, պատճառներն մեկն էր։ Ուրգեք գիտենք, որ գերտար ծառին մոտ։ Գարտացեք Ծննդոց գրքին 3-րդ գլխին 6-րդ համարը։ Օծին հետ խոսել է ետք, խոսակցությունը ավարտել է ետք, հոն բնակիրը գսե Եվա դեսնելով, որ ծառը աղեկ էր գերագուրի համար և այլն, դեսնելով։ Դեսնել բառը ցույց կտա, որ Եվա ծառին մոտ էր, նայեցավ ծառին և տեսավ։ Երբ օծը մոտեցավ Եվային, խոսեցավ անոր հետ, Եվա ծառին մոտ էր, բայց չէր մոտենար ծառին։ Շատ հստակ է, որ Ադամ Աստծո անունով պատվիրած էր Եվային չուտել Պարդեզին մեջտեղը գտնվող ծառին պտուղեն։ Եվ ասկա պատճառ դարձած էր, որ Եվայի մեջ հետաքրքրություն արտնար, արդյոք ինչ քաղտնիք բահվտած էր այդ ծառին ետին։ Անոր համար այդ ծառին քով գերտար, գարձեք ամենօրյա թրությամբ։ Պատկամ այս գետին հստակ է, հեռու մնալ բոլոր այն բաներեն, բոլոր այն երևույթներեն, որոնք գրնան մեզ մեղքի առաջնորդել, մեղքի մեջ ցկել։ Եվա եթե չերտար ծառի մոտ, մեղքի մեջ պիտի չինար, պետք է հեռու մնանք մեզ մեղքի մեջ ցկող երևույթներեն։ Երրորդ, Եվային մտածելը ծառեն ուտելու մասին։ Եթե ծառին մոտ գերտար, կնշանակե կմտածեր,
արկիլյալ ծարին բտուղեն ուդելու մասին, այլապես ինչու պիտի երթար, դրամապանական չէ ասել թե գերտար, այդ չեր մտածեր, եթե գերտար, հատուկ նպատակով մը գերտար և գմտածեր այդ բտուղեն ուդելու մասին և հետաքրքրական է հոս ուր է, նախքան որ օծը մոտենա իրեն, ինք մոտեցած էր և ինք մոտեցած էր ծարին, նախքան որ օծը Եվային ուդելու առաջարկ ներկայացներ և ինք արդեն այդ մասին գմտածեր։ Մեղքը իբրև մտածում նախ գոյություն ուներ Եվայի մտքին մեջ, հետո է որ այդ մտածումը կորցնավես մեղքի վերածվեցավ։ Պատկամ այս գետին, ըսկույշ ըլանք թե ինչ մտածումներ գտողանցեն մեր մտքի թաշտին մեջ, անոնք չեն գրնար մտածումներ մնալ, եթե կեշ մտածում են, վատ մտածում են, սխալ մտածում են, և եթե անոնք ընդքրգվին, ընդունվին մեր մտքին գողմե, եթե մեր միտքը այդ կեշ մտածումին անցնադուր ըլլա, հանցնվի, այդ մտածումը շուտով կորցնաբես մեղքի կվերածվի։ Չորրորդ, Եվայի անկման պատճառներն մեկը նաև իր երկխոսությունն էր օծին հետ։ Երբ օծը մոտեցավ Եվային և ըսավ, իրա որ Աստված ըսավ Բարդեզին ոյվե մեկ ծարեն պիտի չուդեք, Եվա պետք չէր պատասխաներ անոր, գիտեք ինչու, նախ որովհետև օծը անծանոթ էր իրեն, առաջին անգամ էր այս արարածը գտեսներ, այս արարածին հետ գխոսեր, երկրորդ օծը հագասեց Աստծո խոսքին, Աստծո խոսքը այլափոխեց, խեղաթյուրեց, Եվա երբ տեսավ թե օծը Աստծո խոսքին հագասեց, Աստծո խոսքը այլափոխեց, պետք չէր պատասխաներ, պետք չէ երկխոսության մտներ անոր հետ։ Աստված ըսած էր Բարդեզին բոլոր ծառերեն կրնակ ուդել, միայն թե Բարդեզին մեջտեղը եղող ծառին բտուղեն մի ուդեք։ Մինչդեռ օծը ինչ ըսավ Եվային, ըսավ թե իրա որ Աստված ըսավ Բարդեզին ոյվե մեկ ծառեն պիտի չուդեք։ Գտեսնեք, ամբողջությամբ օծը փոխեց Աստծո խոսքը։ Դժբախտաբար Եվա երկխոսության մեջ մտավ, պատասխանեց, ոչ, Աստված այդպիսի բան չէ ասած, այլ պարզապես բոլոր ծառերեն կրնան ուդել ըսավ, բայց Բարդեզի մեջտեղը եղող ծառին համար ըսավ, թե անգե պետք չէ ուդենք, որովհետև եթե ուդենք, պիտի մեռնենք։ Օծը պատասխանեց, ոչ թե պիտի մեռնենք։ Աստված գիտե թե այն օրը, որ ուդեք անգե, ուդեք, ոչ թե ուդես, ուդեք, որտեղ օծը իր մտքի մեջ ատամն ալ նկատի ունի, այն օրը, որ անգե ուդեք, Աստվածներու պես պիտի ըլլաք։ Պատկամ այս կետին չխոսիլ սատանայի հետ, երկխոսության չնստիլ չարին հետ և բոլոր անոնց հետ, որոնք Աստծո խոսքին գհագասեն, Աստծո խոսքը գնենկապոխեն, գայլապոխեն, գխեղաթյուրեն, հերու մնալ այդպիսի մարդոցմե և սատանային հետ երկխոսության չնստիլ։ Հիմա կրնակ մտածել, թե հայր սուրբ մեզ մի ով սատանային հետ երկխոսություն գնե, այո մարդիկ գնեն։ Երբ մեկը օրինակ մեղ գկործե, գիտակցաբար ադգա սատանային հետ երկխոսություն է։ Այո, մեղ կործելը սատանային հետ երկխոսության սեղան նստիլ է։ Երբ կպամպասենք մեր նմանը, ադիգա մարդկային սերունդի պամպասիչ սատանային հետ երկխոսություն է։ Երբ սուտ կխոսինք, ադգա սդության հոր սատանային հետ երկխոսություն է։
երբ գցավցնենք մեր եղբայրը, ադգա սատանային հետ երկխոսություն է և այդ երկխոսությունը անպայման մեզ մեղքի գարաչնորդ է։ 5-րդ և վերջին Եվայի անկման պատճառները մի նաև այն էր, որ Եվա իր ունեցած թիրքով, փառքով, վայելչությամբ չկոհացավ, ուզեց ավելին ունենալ։ Նկատի արեք, երբ ինգավ Եվա մեղքի մեջ, ճիշտ այն բահուն, երբ սատանան օծի կերպարանքով ըսավ իրեն, ոչ թե պիտի մեռնիք, այլ աստվածներու նման պիտի ըլլակ, այս դողեն ամիջապես ետք Եվա ինգավ մեղքի մեջ։ Երբ լսեց, թե աստվածներու նման ըլլալու խնդիր մգա։ Ուրեմն, իրեն դրված, իրեն շնորված վայելչությամբ, փառքով, հանգիստով, թիրքով չկոհացավ, ուզեց ավելին ունենալ և ինգավ պատկամ այս կետին հստակ է։ Բոլոր անոնք, որոնք կցկդին ատորի, քահի, փառքի, երևելի, դեսանելի, թարնալու գդաբալին գինան Աստծո կողմի մեզի դրվածով պետք է կոհանանք, վերջապես սիրելիներ, արդակսման գիրագի արիտով եկեք մեր սրդեն, հոգիեն, մտքեն, մարմինեն արդակսենք մեղքը, մոլությունը և Տիրոջ շնորհքով մեր հոգիեն, մեր սրդեն ներս ընդունենք երկնային առաքինությունները, որոնք օր մգրնան մեզ երկինք առաջնորդել։ Ամեն։